Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, հյուրս աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանն է եւ այսօր մենք կզրուցենք աշխարհի առաջնության մասին։ Վարազդատ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնի տիտղոսը այս տարի կարողացար նվաճել, ոսկե դուբլի հեղինակ դառնալ։ Վերջին տարիներին իդեպ մեր մի քանի ծանրորդներ այդպիսի հաջողության հասել են։ Տիգրան Մարտիրոսյանը 2010 թվականին, Սիմոն Մարտիրոսյանը 2018 թվականին, 19 թվականին ներողություն Բաթումի եւ Թայլանդ։ Հակոբ Մկրտչյանը նույնպես Բաթումի եւ Թայլանդ եւ հիմա դու։ Սա լուրջ նվաճում է, սա փառահեղ հաղթանակ է։ Նախ մենք կդիտենք տեսանյութ աշխարհի առաջնության մասին, քո մասնակցության, մեր մյուս տղաների մասնակցության մասին, որից հետո կվերադառնանք ու կզրուցենք։ Խնդրեմ։ Ֆյորդեում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ գրեթե բոլոր ծանրորդներից սպասելիքները մեդալային էին։ Ընդհանրապես Ֆյորդեից ծանրամարտի հայ սիրահարները դրական հիշողություններ ունեն։ 9 տարի առաջ այդ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում մենք 2 ոսկե մեդալ ունեցանք, որոնցից հիշարժան է հատկապես Նազիկ Ավդալյանինը։ Տղամարդկանց 77 կիլոգրամ քաշային կարգում էլ հին աշխարհում լավագույնը Անդրանիկ Կարապետյանն էր, իսկ պատվոհարթակի երկրորդ աստիճանին կանգնեց Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը։ Այս տարի մինչև մրցումային վերջին օրը Հայաստանը երկամարտի մեդալ չուներ։ Ավանդաբար մրցաշարի վերջին օրը պայքարի դուրս եկան գերծանր քաշային ծանրորդները, որտեղ ի սկզբանե թեժ պայքար էր ակնկալվում Վարազդատ Լալայանի, Բահրեյնը ներկայացնող Գոր Մինասյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ալի Դավուդիի միջև։ Պոկում վարժությունում Փալիզի օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լալայանը հաջողեց առաջին եւ երրորդ մոտեցումները, գրանցելով 211 կիլոգրամ արդյունք։ 205 կիլոգրամով երկրորդը Մինասյանն էր, իսկ Դավուդին 196 կիլոգրամով գրավեց երրորդ տեղը, արդեն այստեղ ցույց տալով, որ ամբողջովին պատրաստ չէ առաջնությանը։ Հրում վարժության նախնական պատվերները խոսում էին երկամարտում հնարավոր թեժ պայքարի մասին, սակայն գյումրեցի հսկան իր մրցակիցներին պայքարի մասին նույնիսկ մտածելու ժամանակ չտվեց։ Դավուդին ձախողեց բոլոր մոտեցումներն ու 0 ստացավ։ Լալայանը 2 մոտեցմամբ հրեց 250 կիլոգրամանոց ծանրաձողն ու սպասեց Գորի պատասխանին, իսկ Գորը հաջողեց միայն առաջին մոտեցումը։ Երկրորդը ձախողեց, իսկ երրորդից հրաժարվեց, պայքարելու իմաստ չկար։ Նա հերթական անգամ աշխարհում երկրորդն է։ Ինչ վերաբերում է արդեն այդ պահին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Լալայանին, ապա նա փորձեց գրոհել համաշխարհային ռեկորդը, մոտենալով 261 կիլոգրամանոց ծանրաձողին, սակայն չստացվեց։ Վարազդատը նվաճեց 3 ոսկե մեդալ, երկրորդ տարին անընդմեջ ճանաչվելով աշխարհի չեմպիոն։ Նա նույն համեստությամբ տոնեց հաղթանակը, ինչպես առաջին անգամ, երբ բարձրացրեց ծանրաձողը դեռ Գյումրիում։ Եվ այսպես Ֆյորդեի աշխարհի առաջնություն, Նորվեգիայի հյուսիս, փոքրիկ քաղաք, իդեպ ամենափոքր քաղաքն է, որ երբևէ ընդունել է ծանրամարտի աշխարհի առաջնություն։ 2016 թվականին այն մեզ համար բավական հաջողակ էր։ Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Դրանից անցել են տարիներ, հիմա ամբողջովին գրեթե կազմը փոխվել է, թեպետ Սիմոն Մարտիրոսյանը կար, Անդրանիկ Կարապետյանն էլ կար, բայց արդեն այլ հավաքականի կազմում, այլ դրոշի ներքո ու չկարողացավ անել այն, ինչ արել էր Հայաստանի դրոշի ներքո։ Ընդհանուր առմամբ թիմի ելույթը ինչպես կգնահատես։ Շատ այսպես հակասական կարծիքներ կան, բայց ուզում եմ նախ քո կարծիքը լսել, հետո թեման մի քիչ բացել։ Դե սպորտն է սպանա, որ պարոն Կիլոյան չես կարող երաշխավորել։ Շատ ուժեղ ենք, շատ լավ ենք պատրաստվել, ուղղակի տղաների մոտ չստացվեց ինչ-որ մի բան, բայց տղաների մեծամասնությունը երիտասարդ են, ու ինձ թվում է մյուս աշխարհի առաջնությանը հաստատ իրենց ուժը ցույց կտան։ Ընդհանրապես ծանրամարտում միշտ ընդունված է ասել 0 ստանում են նրանք, ովքեր շատ թույլ են կամ ովքեր շատ ուժեղ են ու գնում են չեմպիոնության։ Ասենք Սիմոն Մարտիրոսյանի 0-ն։ Սիմոնին մենք հրաշալի ճանաչում ենք, գիտենք, 2 օլիմպիական արծաթ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բնականաբար նա գնում էր չեմպիոնի տիտղոսի։ Եվ եթե Պոկման մոտեցումը հաշվեին,
որը կարծում եմ նաև հաշվելու էր, շատ խիստ դատեցին, ապա Սիմոնը հրումում գիտենք, որ ուժեղ է եւ գնալու էր դեպի իր բաղձալի մեդալը։ Սիմոնն էլ, Գարիկն էլ, Գորն էլ, Սահակյան երեքն է մեդալի համար էին պայքարում ու բարձր հարգի։ Գարիկն ու Գորը Բոգոն վարությունից Գարիկը երրորդ տեղ գրավեց, Գորը երկրորդ տեղ գրավեց ու հրման ժամանակ Գարիկի մոտ չստացվեց ինչ-որ մի բան, Գորն էլ 0 ստացավ, պայքարում էր ոսկու համար, բայց լավ կլինի, չի Ընդհանրապես զորները շատ էին, Վարազդատ, ինչով կբացատրես։ Մենակ մերը չէ։ Շատ երկրների շատ ուժեղ մարզիկներ 0-ներ ստացան ու կարծես թե խառն էր, ինչ-որ բան չէր ստացվում։ Նազարի պես հզոր տաղանդավոր ծանրորդը վարժություն պարտվեց, որը անսպասելի էր։ Դե երևի այս քաշային կարգի փոփոխությունից հետո առաջի մրցումներ մարզիկները չէին հասցրել ամենքն իրա քաշում իրենց լավը զգային, հուսով եմ կհարմարվեն ամեն մեկ իրենց քաշում։ Ու հիմա նորից խոսակցություն կա քաշեր փոխելու մասին։ Որտեղ ասիացիները դժգոհ էին ներքևի քաշերի այդ ամպլիտուդներից։ Հիմա ասում են, որ մյուս տարի Չինաստանում կայանալիք աշխարհի առաջացան ժամանակ նորից քաշեր են փոխվելու։ Հետո մնում է 2 տարի մինչև օլիմպիական խաղեր, այդ քաշերին պիտի նստել, այդ քաշերը պիտի զգալ։ Հանրամարտում այդքան էլ հեշտ չէ քաշ փոխելը։ Դե 2 տարին քիչ ժամանակ չի, նորմալ ժամանակ է, որ կարողանան ամեն մեկը իր քաշին ադապտանան։ Ես ադապտանալու խնդիր չունեմ իմ քաշին։ Ձերը փառք ասո։ Հա, ամեն մեկը կարողանա իր քաշին ադապտանա, գտնի ինքն իր քաշը ու հնարավորինս ավելի լավ հանդես գա։ Անցած տարվա աշխարհի առաջնությունը շատ ավելի լարված պայքարում անցավ։ Բացի այն, որ Ալի Դավուդին շատ լավ էր զգում, նաև Եգիպտոսի, Բահրեյն, Քաթարի ներկայացուցիչները, մյուս իրանցի ծանրորդը լուրջ պայքար թելադրեցին ու դժվարությամբ հասար հաղթանակի։ Առաջին ոսկիդ ավելի դժվար տրվեց։ Հիմա շատ վստահ էր, այսպես մեզ մոտ էլ որևէ կասկած չկար, շատ հանգիստ էինք դիտում քո ելույթը, այդ քո վստահությունից էր, թե ինչ-որ բան իրենց մոտ այնպես չէր ստացվել, ինչ էր պատահել։ Ես ավելի լուրջ պայքարի էի պատրաստվել, անկեղծ ասած, որովհետև Գորները լավ մարզավիճակում, մեր տեղեկություններով Ալին էլ լավ մարզավիճակում, ես ավելի լավ ու բուրոն պայքարի էի սպասում, ուղղակի Գորի մոտ չստացվեց, հետո այն մյուս պարսիկը չմասնակցեց, Ալին էլ չեմ կարող բացատրեմ ինչ արեց, այդպես իմ մոտ ավելի հեշտ ստացվեց, էլի։ Իսկ մենք տեղեկություն ունենք ավելի երիտասարդ մրցակիցների մասին, նրանք ինչ մարզավիճակ ունեն։ Ես գիտեմ, որ իսլամական խաղերի են պատրաստվում, իսկ իրենց համար ասիական խաղերն ու իսլամական խաղերը ավելի կարևոր են, քան աշխարհի առաջնությունը, ոմանք գնացել էին այնտեղ։ Մենք գիտենք ինչ կիլոգրամներ են բարձրացնում։ Ինձ թվում է այդ մրցումներին բարձր կիլոգրամներ կլինի, բայց չեմ կարող ասել ինչքան կիլոգրամներ կլինի, որովհետև Ալին ինչքան գիտեմ չի մասնակցում, մյուս պարսիկն է մասնակցում, երիտասարդ։ Իրաքցի մարզիկն է մասնակցում, Իրաքը։ Ինձ թվում է բարձր կիլոգրամներ կլինի, Գորն է մասնակցում, մեր Մինասյան։ Մի ամիս հետո Իդեպ իրանցի մյուս երիտասարդ ծանրորդի մասին ասացիր, ես հիշեցի անցած տարվա աշխարհի առաջնության ժամանակ իր մոտեցումները, որոնք մեղմ ասած կապ չունեին հրում վարժության հետ։ Ավելի շուտ դրանք սեղմում վարժություն էին, քան հրում, որտեղ հրումը ենթադրում է երկու clean and jerk անգլերենով, այսինքն պիտի դոշին ֆիքսել, նոր հրել։ Իսկ ինքը այսպես շատ արագ կազմակերպում էր ու հետո բողոքեցին ոմանք, չգիտեմ, հիմա փոփոխություն արել են արդյոք դրան ուշադիր կլինեն։ Ճիշտ ասած չեմ կարող ասել։ Այդ ինքը ինչ վարություն որ անում է, շատ դժվար է նախ առաջինը անելը։ Երկրորդն է իր մոտ ստացվում է, բայց ինչ ես այդ մասնագիտական շատ չեմ խորացել, բայց ինչ կողքից էլ եմ լսել, որ հաշվելու չի էլի այդ մոտեցումները։ Դա կապ չունի հրման հետ, դա ուրիշ վարժություն է։ Բայց թե որ մտածում ես
262 կիլոն բարձրացրակ արխի վերևը մի քիչ լավ չի էլի, որ չհաշվեն, որ կողքից նայում ես։ Լավ, պես մարզիկ էլի։ Հասկանալի է։ Գնահատում ես մրցակցիդ թափած քրտինքը։ Դե հա, հասկանալի է։ Լավ, Վարազդատ, մի քանի տարի դու հետապնդողի դերում էիր։ Կար հստակ առաջատար Լաշատ Ալախաձե, ով թելադրում էր ուղղակի ամեն ինչ, բայց առնվազն 2 անգամ դու կարող էիր իրեն հաղթել։ Ես հիշում եմ Կոլումբիայի աշխարհի առաջնությունը, որտեղ Լաշան այնքան էլ լավ չէր զգում, եւ ընդամենը մեկ մոտեցումդ, եթե ստացվում էր, դու դառնում էիր չեմպիոն, եւ իհարկե ցավով հիշում եմ ափսոսանքով Փարիզի օլիմպիական խաղերը, որտեղ մեղմ ասած շատ գնահատեցին Լաշայի համբավը, ձեռքբերումները եւ 2 վարժություն հաշվեցին։ Հիմա արդեն դու որպես առաջատար ես դուրս գալիս։ Հիմա աշխարհը գիտի, որ առաջին տեխնացուն, առաջին հավակնորդը Վարազդատ Լալայանն է։ Ինչ է փոխվել քեզ մեջ։ Այլ կերպ ես հիմա ամեն ինչ անցալում։ Ավելի պատասխանատու ես մոտենում, ավելի, չգիտեմ, լարվածություն կա, կամ ընդհակառակը լարվածություն չկա, ավելի հանգիստ ես եւ դրա համար ավելի լավ է ստացվում։ Հետաքրքիր է, պատմիր հիմա ինչն է փոխվել, այն ժամանակ ինչպես էիր գնում հարթակ, հիմա ինչպես ես գնում։ Ճիշտ ասած, չեմ վերլուծել իմ մեջ, թե իմ մեջ ինչա փոխվել, ուղղակի հիմա ավելի պատասխանատու եմ, երևի որ ես եմ այդ քաշի ֆավորիտը ու կարողանամ մնալ այդ ֆավորիտի դիրքում։ Երևի պատասխանատվությունը ավելի շատ, որովհետև ես թե Լաշայի հետ, թե առանց Լաշայի, ես իմ մրցումներին միշտ լավ եմ պատրաստվել ու լավ եմ տրամադրվել ու միշտ փորձել եմ հաղթեմ, թեկուզ ինչքան է ստացվել, ինչքան չի ստացվել, փորձել եմ հաղթել թե Լաշային, թե մնացածին։ Հիմա էլ չկա Լաշան, արդեն ուրիշ կիլոգրամներ է, ուրիշ սանդղակներ է։ Ինչքան էլ ծանրորդներն ասեն, որ իրականում իրենց պայքարը ոչ թե մրցակցի, այլ ծանրաձողի հետ է, ինչքան էլ այո, այդպես էլ ընկալենք, որովհետև ի վերջո դու ես քո ծանրաձողը, բարձրացրի հաղթել։ Դե մրցակիցն է թելադրում ծանրաձողի բայց մեկ է մրցակցի պարագան շատ բարդ է։ Այդ տակտիկական պայքարը շատ կարևոր է։ Այդ սխեմաները, քաշը բաց թողնելը, քաշը ավելացնելը, իջնելը, սրանք ամեն ինչը շատ կարևոր են։ Ես հիշում եմ մեկ անգամ նույնիսկ, եթե չեմ սխալվում, 2010 թվականի Անտալիայի աշխարհի առաջնության ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչ ծանր քաշայինը հատուկ չէր հանում իր քաշը, ինքը ուշանում էր չէր գալիս ու հետևից մի քանի հոգի 0 էին ստանում։ Որտեղ մտածում էին, որ հիմա վնասվածք է ստացել, չի գալու, քաշը կհանի, իրենք տականում էին գնալու, ինքը 2 րոպե նստում սպասում էր, նրանք սառում էին, գնում 0 էին ստանում։ Նույն իրավիճակը այս մեր աշխարհարաշտության եղավ, որ մյուս պարսիկ մարզիկը չէր մասնակցում, արդեն փոխումվայության տականալու ժամանակ ինքը չէր մասնակցում։ Բայց չէին անում։ Փոխել էր հագուստը, հա չէին անում ու մեզ էին խանգարում։ Այո։ Մեզ էին խանգարում ու իրանցի մարզիկին օգնում էին հանգստանալու համար։ Հեն էլ ավելի շատ իրանց համար վատ եղավ, քան մեր համար։ Միշտ այդպես ընդունված է, եթե 2 հոգի են հայտագրել, իրենց տակտիկան ավելի հեշտ է կառուցել։ Ուղղակի, եթե դու պատրաստ ես ու գնացել ես հաղթելու, այդ ժամանակ էլ աչքիդ ոչ բան չի երևում։ Չեն կարող քեզ խանգարեն։ Ավելի շատ ներվերիդ ոնց որ այդ մասին մենք շատ ենք խոսել։ Եթե մարզիկը լավ վարզավիճակում է, ոչինչ չի դժգոհում, ոչ մի բան չի խանգարում, ամեն ինչ խանգարում։ Եթե լավ մարզավիճակում չէ, մահճակալն է խանգարում, ճաշը, ավտոբուսը, որով գնում են, այդ եղանակը, այդ, չգիտեմ, դահլիճում հնչող երաժշտությունը եւ այլն։ Այդ պարզ է։ Ինչքան էլ մենք քննադատաբար ասում ենք, որ 0-ները շատ էին, ասում ենք, որ ելույթը այդքան էլ լավ չէր, բայց ընդհանուր առմամբ մենք Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին պիտի որ շատ լավ թիմով մասնակցենք, ընդ որում հիմա 8 քաշ է դարձել արդեն, որից 6-ը օլիմպիական է։ Այսինքն 6 ծանրորդ մենք կարող ենք գործուղել, իհարկե դեռ ժամանակ կա։ 6-ից 3 ծանրորդ։ 6 քաշային կարգ, 3 ծանրորդ։ 3 տղամարդ, 3 կին։ Այնպես որ մենք կարող ենք առնվազն 4 կամ 5 հոգի հաշված 1 կամ 2 կին, ինչի՞ չէ նաև հնարավոր է 3, որովհետև այնտեղ էլ շատ լավն են, այնտեղ էլ ուղղակի պատրաստվում էին մինչև 23-ների աշխարհին, դրա համար
շատ աղջիկներ չէին գնացել այս աշխարհի առաջացանը, նրանք էլ կարող են միանալ ու պատկառելի թիմով մասնակցել։ Եվ մեկ այսպես բանի շուրջել զրուցենք երևույթի, երբ որ քաշարին կարգերը փոխվում են ծանրամարտում, ռեկորդները դառնում են ստանդարտ։ Այսինքն հայտավորվում է որևէ քաշ եւ այդ քաշը բարելավելու դեպքում համարվում է աշխարհի ռեկորդ սահմանած։ Մյուս քաշային կարգերում հասկանալի է որոշ փոփոխություններ, ձեր քաշային կարգում հիմա ստանդարտը բավական իջել էր եւ դու արդեն նաեւ ոչ միայն աշխարհի չեմպիոն ես, այլ նաեւ աշխարհի ռեկորդակիր։ Իհարկե դեռ Ռաշիայի արդյունքներին պիտի հասնել։ Դե 7 կիլոգրամ բոկումիցայի չէ ստանդարտը, 7 կիլոգրամ հրումից։ Տարել է 218, 260։ Փորձեցի հրում վարությանը վերցնեմ աշխարհի ռեկորդը, որ մի բան պակաս է չստացվեց, բայց հուսով եմ այդ ռեկորդը մերը կլինի։ Թե բոկումինը, թե հրումինը։ Պիտի որովհետև դու հազվադեպ մարզիկներից ես, որ նաև լուրջ վնասվածքներ Փառք Աստծո առայժմ չի եղել, ընդհանրապես ասեմ հեռուստադիտողներին, դա ակնհայտ երևույթ է, եթե մարզիկը երբևէ խթանիչ չի օգտագործել, դոպինգի ազդեցության տակ չի եղել, օրգանիզմը շատ ավելի պատրաստ է, քան նրանց, ովքեր դա ավելի շատ դիմացկուն է։ Ավելի դիմացկուն է, այո, դոպինգի դեպքում ժամանակի շուտ են թողնում սպորտը, հետո վնասվածքներն են շատ լինում։ Փառք Աստծո, քեզ մոտ ամեն ինչ լավ է, հետո տեսնում եմ աշկերիդ մեջ կայսներ կա, պայքարի բովն էլ կա, իսկ հոգեբանորեն տարբերություն կա արդեն աշխարհի չեմպիոն, թե աշխարհի կրկնակի չեմպիոն։ Եվ ինչպես տեսար հանդիսատեսին, որ վերադարձար։ Իմ մոտ ու իմ մեջ ընդհանրապես տարբերություն չկա։ Ես իմ գործն եմ անում, այդ իմն է, ես դրա համար տանջվել եմ, չարչարվել եմ ու չգիտեմ տարբերություն չեմ զգացել աշխարհի չեմպիոնի ու կրկնակի։ Իսկ անցած տարի լավ դիմավորեցին, թե այս տարի։ Հարազատներս ամեն անգամ էլ լավ են դիմավորում։ Նայած ինչ կապ չունի ինչ արդյունքով եմ գալիս։ Իսկ ընդհանուր երկրպագուները օդանավակայանում, Գյումրիում։ Չէ, լավ, նորմալ։ Նորմալ, գոհ ես։ Դժգոհ չես։ Չէ, ումից դժգոհ։ Քո այսպես տեսլականը դեպի օլիմպիական խաղեր։ Քեզ համար դու արդեն բնականաբար մարզիչները գծել են, ամեն ինչ կարծես թե հասկանալի է, կարծես թե պարզից էլ պարզ է, որ պիտի անել ու գնալ առաջ, բայց դու քեզ համար ինչ-որ բան նաև հարակից մտածել ես, որը կարող է քեզ նպաստել այդ հաղթանակին ավելի շուտ հասնելու համար։ Օրինակ հանգստացող հավաք, վերականգնվող հավաք, ինչ-որ այսպիսի մի բան մտածել ես, կա ինչ-որ մի հարակից բան, որը պիտի նպաստի այդ հաղթանակի կայացմանը։ Իմ կարծիքով ճիշտ ռեժիմը կարողանաս դու քո բարապուկները, քո հանգիստը, քո ամեն ինչը ճիշտ կազմակերպես։ Ավելի շատ հանգիստը ճիշտ կազմակերպես, որ մարզումներդ էլ ստացվի ու կարողանաս հավուր պատշաճի ներկայանաս։ Փառահեղ պատասխան էր, այո, նյարդերը պիտի հանգիստ պահել եւ հետեւել ռեժիմին։ Միայն այդ դեպքում արդեն պարապմունքդ, մարզումդ կտա այն ինչ ուզում ես։ Դե մարզիկի մոտ նյարդերը ամենաուշ վերականգնվողն է։ Ոչ միայն ժամանակ, բոլորի մոտ։ Հա։ Մրցումներից հետո ժամանակ է լինում, զգում ես, որ թարմ ես, դու կարող ես պարապել, գնում ես տալիճ, զգում ես, որ մեջդ էներգիա չկա, ներվ չկա, ոնց որ մեջդ, այդ ժամանակ զգում ես, որ նյարդերը չի վերականգնվել։ Պետք է հանգստանալ մի քիչ։ Շատ լավ։ Ես էլի հարցեր ունեի, բայց որովհետև հեռուստադիտողներն էլ շատ հարցեր ունեն ուղղած քեզ, դրա համար առաջարկում եմ գործընկերս գա ու այդ հարցերը ուղղի տեսնենք, թե ինչ է հետաքրքրում հեռուստադիտողին։ Խնդրեմ Մարիամ։ Եվ այսպես հեռուստադիտողի հարցերը Վարազդատ Լալայանին։ Ինչ խորհուրդ կտաք 10 տարի առաջվա Վարազդատ Լալայանին։ Բան չէ երևի։ Կասեի համբերատար եղի, ամեն ինչ լավ կլինի։ Ինչն է ձեզ ամենաշատը ուժ տալիս չհանձնվելու եւ առաջ գնալու հարցում։ Անցածս ուղին։ Եթե բարձր աշխատավարձ տան, երբևէ հանդես կգաք այլ երկրի դրոշի ներքո։ Դե աշխատավարձի համար հաստատ չէ։ Իսկ կլինի ինչ-որ իրավիճակ, որ Չեմ կա, այդ արդեն չեմ կարող ասել։ Հենց հիմիկվա դրությամբ կարող պատասխանեմ ոչ, բայց հետո չեմ կարող ասել։ Երբ նոր եք սկսում ձեր առաջին քայլերը, երբևէ մտածել եք, որ սխալ ընտրություն եք կատարել։ Ոչ։ Այսինքն միշտ ծանրամարտը եղել է քո սրտի ու մտքի մարզաձևը։ Հա։ Շատ եմ սիրել,
բայց զբաղվելուց հետո արդեն, բայց զբաղվելուց առաջ չէ։ Իսկ ով է մոտիվացրել այդ հարցը ինձ մեջ առաջացավ։ Մարզիչս։ Ում նայելով ես ուզել ծանոթ։ Մարզիչս նայելով, հա, չեմ կարող ասել, բան կուրկեր չեմ ունեցել։ Ուղղակի գնացել ես ու մարզիչս կարողացել ես։ Մարզիչս կարողացել է կառավարել իմ ուղեղը, որ երբեք չթողեմ ծանրամարտը ու ուսում ճիշտ արել ու լավ արել։ Իսկ եթե չլիներ ծանրամարտը, ինչ կընտրեիք։ Եթե չընտրեիք։ Սպորտաձևերից։ Մասնագիտություն, սպորտաձև։ Այդ հարցին ընդհանրապես չեմ կարող պատասխանել, որովհետև 9 տարեկանից մարզվել եմ ու ուրիշ բանի մասին չեմ էլ մտածել։ Այսինքն մանկական երազանքը եղել է լավ ծանրորդ լինելը։ Զբաղվելուց հետո արդեն մինչև ծանրամարտը պրանսկամարտ եմ շատ սիրել։ Բայց չեմ զբաղվել պրանսկամարտով, հետո տենց պատահական սկսեցի ծանրամարտով զբաղվել ու մնացի սպորտում, ու սիրեցի։ Ինչպես եք հոգեբանորեն պատրաստվում մեծ մրցաշարերին։ Այդ չեմ կարող բացատրել։ Ինչպես եմ պատրաստվում, բացատրելու չետի մեջինն է, ես չեմ կարող այդ բառերով ասել։ Ես ուղղակի կարող եմ ինձ տրամադրեմ, մոտիվացնեմ իմ ելույթին, որ կարողանամ լավագույնս հանդես գալ։ Իսկ ունեք ինչ-որ ավանդույթ, որ միշտ անում եք մրցաշարերից առաջ։ Աղոթել, խաչակնքվել ու ավանդույթ չունեմ։ Եվ վերջին հարցը, արդյոք անընդհատ երազելն օգնում է հաղթանակի հասնել։ Երազելը երևի ոչ մի բանի չի օգնում։ Մարդ պետք է ունենա իմ կարծիքով այս կյանքում հստակ նպատակ ու գնա իր նպատակի հետևից։ Դե երազելով ապրելը իմ մեջ։ Ես չեմ կարող երազելով ապրել։ Շնորհակալ եմ անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալություն Վարազդատ, շնորհակալություն այդ հույզերի, այդ երջանկության համար, որ տալիս ես մեզ քո ելույթներով ու դա Աստված, որ դեռ հարատևի քո հաղթարշավը, Հայաստանի պատիվը բարձր պահես, դրոշտել բարձրանա միշտ օրներքի հնչյունների ներքո։ Մերսի, պարոն Քիլոս։ Սիրելի հեռուստադիտողներ, հյուրս աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն էր։ Ցտեսություն ու մեծ հաղթանակներ ձեզ։